Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ես Քրիստոնյայիմ ստուդիայից շարունակում ենք մեդիա մոլորություն սեմինարը եւ այսօրվանից սկսում ենք արդեն երաժշտության հետ կապված թեմաները։ Եվ մենք կպարզենք երաժշտության մեջ ինչպիսի ուժ կա եւ ինչ այն կարող է անել մեր բարոյական վիճակի հետ, ինչպես նա կարող է ազդել մեր տրամաբանական մասի վրա եւ մեզ կամ դրդել դեպի լավ արարքների կամ դրդել դեպի վատ արարքների։ Ինչպես նաև մենք տեսնենք մյուս թեմայի ժամանակ, թե ինչ լուր է փոխանցում շատ երաժիշտներ, ինչ ոգեշնչվածությամբ են նրանք առաջնորդվում եւ ինչ նպատակներ ունեն երգը փոխանցելիս իրենց երկրպագուներին։ Այսօրվա թեման սկսելուց առաջ մեկ մարդու մի հետարքիր միտք կարդամ, հեղինակ անհայտ է, բայց միտքը շատ հետարքիր է։ Ժամանակակից կյանքը ինչպես տանը, այնպես էլ աշխատավայրում սկսել է պտտվել մեկ նստակյաց վայրից մյուս նստակյաց վայրը տեղափոխման շուրջը։ Լինի դա հեռուստացույցի, համակարգչի, հեռակառավարման վահանակի մոտ կամ էլ ավտոմեքենայի մեջ։ Մենք կարծես թե լայնացնում ենք մեր ոչ ակտիվ ձգտումների շրջանակները։ Իսկապես շատ ճիշտ դիտողություն էր եւ այսօր կարծես թե մարդիկ մտածում են, թե ակտիվ կյանքը ավելի է զարգացել, բայց սխալվում են, որովհետև ամեն ինչ պտտվում է նստակյաց ինչ-որ մի վայրից մեկ այլ վայրի շուրջը։ Մարդիկ ավելի շատ ժամանակ անցկացնում են հեռուստացույցի, ինչ-որ ավտոմեքենայի մեջ նստած, անցկացնում են կամ համակարգչի առջև եւ նմանատիպ այլ նստակյաց վայրերում եւ մտածում են, թե նրանք զարգանում են, առաջ են գնում, բայց այդպես չէ։ Նրանք իրենց թանկ ժամանակը կորցնում են այդպիսի տեխնիկաների առջև, որոնք կարող էին ավելի ակտիվ կյանքում օգտագործել։ Անցնելով առաջ ասեմ ձեզ, որ ականջը շատ մեծ կարևորություն ունի մեր կյանքում եւ շատ կարևոր է, որպեսզի յուրաքանչյուրս իմանանք ականջի կառուցվածքը։ Եվ երբ որ մենք ականջի կառուցվածքը լավ հասկանանք, մենք ավելի շատ հոգատար կլինենք մեր ականջների նկատմամբ, որովհետեւ լսողությունը դա այնպիսի մի բան է, որը եթե կորցնես, ապա վերականգնելը անհնարին է կամ շատ դժվար։ Հա տեսնենք մի տեսանյութ ականջի կառուցվածքի մասին, որը մանրամասնորեն ձեզ կբացատրի։ Նայենք։ Ձեր ականջը կազմված է 3 մասից՝ արտաքին ականջ, միջին ականջ եւ ներքին ականջ։ Սրանք բոլորը աշխատում են միասին փոխանցելու ձայնը դեպի ձեր ուղեղ։ Ականջի խեցին ընկալում է ձայնը։ Ձայնային ալիքները ականջի անցքով տեղափոխվում են ներս։ Ահա դուք տեսնում եք, թե ինչպես են ձայնային ալիքները մտնում ներս։ Ձայնային ալիքները հասնում են թմբկաթաղանթին եւ թրթռացնում այն։ Որքան բարձր է ձայնի հաճախականությունը, այնքան ավելի արագ է թրթռում թմբկաթաղանթը։ Այս թրթռոցը փոխանցվում է միջին ականջ։ Միջին ականջը կազմված է 3 փոքրիկ ոսկորներից։ Դրանք միացված են թմբկաթաղանթին։ Նրանք ուժեղացնում են ձայնային ալիքները եւ փոխանցում են ներքին ականջ։ Ահա մենք տեսնում ենք, թե ինչպես են ոսկորիկները արձագանքում ձայնային ալիքներին։ Ձայնային ալիքները տեղափոխվելով ականջի խոռոչի հեղուկի միջով շարժում են փոքրիկ մազիկները։ Մազիկները ականջի խոռոչում շարժվելով առաջացնում են էլեկտրական ազդակ, որը լսողական նյարդի միջոցով տեղափոխվում է ուղեղ։ Էլեկտրական ազդակը տատանվում է կախված ձայնի բարձրությունից եւ ուժգնությունից։ Ձեր ուղեղը այս ազդակին իմաստ է տալիս, որի արդյունքում դուք լսում եք։ Ահա մենք տեսանք ականջի կառուցվածքը, դուք մանրամասնորեն պատկերացրեցիք խորությամբ, բժշկորեն, եւ բժիշկները գտնում են, որ ականջի մեջ նյարդային հանգույցներ ավելի շատ կան, քան որևէ այլ օրգանի մեջ։ Եվ դա մեզ դրդում է, որպեսզի մենք ավելի հոգատար վերաբերվենք մեր ականջին։ Եկեք մի փոքր նայենք լսողության կորուստի հետ կապված խնդիրներին եւ տեսնենք, թե ինչից մարդու լսողությունը կարող է կորչել։ Ահա Youth Hear It կազմակերպություն կա, որը զբաղվում է երիտասարդների մոտ լսողության կորուստի հետ կապված խնդիրներով եւ այն հետեւյալ արտահայտությունն է արել, կարդում եմ։ Բարձր աղմուկը առաջացնում է լսողության կորուստ, որը սկզբում կարող է ժամանակավորապես լինել, բայց հետագայում կամ հանկարծակի կամ ժամանակին զուգահեռ դառնա մշտական երևույթ։ Երիտասարդ մարդիկ հատուկ ռիսկի տակ են։
Իսկապես դուք այսօր կարող եք տեսնել շատ մարդկանց, երիտասարդների, ովքեր սիրում են լսել բարձր երաժշտություն, թե ականջակալների միջոցով, թե տանը իրենց սենյակներում, նրանք դնում են բուֆերներ, բարձր, տարբեր բարձրախոսեր եւ նրանց տուն կամ նույնիսկ ավտոմեքենա մտնել չի լինում, որովհետեւ այնպիսի բարձր աղմուկ է, որ դու մտածում ես այժմ քո գլուխը միգուցե պայթի։ Ահա այդպիսի բարձր են հիմիկվա երիտասարդները լսում։ Դրա համար երիտասարդների մոտ լսողության կորուստի վտանգը շատացել է։ Հիմա տեսնենք լսողության կորուստը ինչպիսի հաճախականության ձայների դեպքում է տեղի ունենում։ Ես կբերեմ որոշակի տվյալներ դեցիբելներով, որովհետեւ ձեզ մոտ պարզ դառնա, ինչքան ժամանակ է պահանջվում այսքան դեցիբելով ձայնի տակ գտնվելու դեպքում լսողության կորուստ ձեռք բերել։ Հիմա դուք կտեսնեք էկրաններին այդ սանդղակը եւ մենք կգնանք հերթականությամբ։ Ահա դուք տեսնում եք 90 դեցիբելի դեպքում 8 ժամ պահանջում է, որպեսզի լսողությունը կորչի։ Եվ դուք տեսնում եք հերթականությամբ 92-ը 6 ժամ եւ այլն, 115 դեցիբելը դուք տեսնում եք 0.25 ժամ, այսինքն ընդամենը 15 րոպե է պահանջվում 115 դեցիբելի դեպքում, որպեսզի ձեր լսողությունը կորչի։ Ուշադիր եղեք, որովհետև մենք սրանից հետո կտեսնենք այսպիսի ձայներ ուժգնության, ինչպիսի տեղերում կարող են լինել եւ ինչպիսի գործիքներն են արտաբերում, որպեսզի դուք զգուշ լինեք, որ այդքան ժամանակ հանկարծ չգտնվեք նման իրավիճակում։ Եվ դուք տեսնում եք, որ 85 դեցիբելը արդեն սահմանային անցումն է, որից այն կողմ արդեն վտանգավոր է գտնվել նման իրավիճակում։ Ահա հիմա եկեք տեսնենք արդեն կոնկրետ ինչպիսի վայրերն են, ինչպիսի աղմուկն է կոնկրետ դեցիբելով ձայներ արտադրում, որպեսզի պարզ դառնա ավելի, մեր կյանքում ճիշտ կյանք վարենք։ Հա դուք տեսնում եք 60 դեցիբելը ամենօրյա խոսակցություն հեռախոսազանգ, սա վտանգավոր չէ այդքան, 60 դեցիբելը, 70 դեցիբելը ռեստորան, սրճարան եւ նման վայրեր, որը նույնպես վտանգավոր չէ։ 80 դեցիբելը դու տեսնում եք արդեն դեղին գույնով եւ դա ահազանգ է, մի փոքրիկ քաղաքի փողոցային անցուդարձն է, զարթեցուցիչը, գործարանի աղմուկը, փոշեկուլը, աղբի մեքենան։ Մենք ամեն ինչ չենք կարող այստեղ նշել, բայց դուք մոտավորապես պատկերացնում եք, թե ինչ տեխնիկան կամ ինչպիսի վայրն է նման աղմուկ արտադրում։ Եվ 80 դեցիբելի դեպքում արդեն մարդու մոտ մի փոքրիկ բժոց է գալիս։ Եվ մարդը երբ որ փողոցում շատ է քայլում, մեքենաներ են շատ, աղմուկ է շատ, նա հոգնում է, որովհետև ականջը անմիջապես կապված է մեր ուղեղի հետ, եւ մեր ուղեղը արդեն սկսում է բժժել, եւ մենք տանը գալով մի տեսակ կարծես թե մեր ուղեղը չի աշխատում, դատարկ է մի տեսակ մեր գլուխը եւ մենք ուզում ենք հանգստանալ, պարկել եւ քնել։ Եվ 90 դեցիբել, մետրո, մոտոցիկլ, հաստոցներ, խոտ հնձող սարք։ Ահա այդպիսի տեխնիկաները այդքան դեցիբելով աղմուկ են արտադրում եւ դուք անցած սլայդի ժամանակ տեսաք, որ 90 դեցիբելի ժամանակ պահանջում է 8 ժամ, որպեսզի ձեր լսողությունը կորչի։ 100 դեցիբելը ռուսերեն цепная пила, որպեսզի ավելի հասկանալի լինի հայերին, դրուժբա, դրել, ահա այդպիսի գործիքներ են արտադրում 100 դեցիբել, 110 դեցիբելը պարային ակումբներ, սա շատ կարևոր է, որպեսզի դուք լսեք, 110 դեցիբելը պարային ակումբներ։ Մարդը երբ որ պարային ակումբներում է լինում 110 դեցիբելի տակ ինչքան ժամանակ է պահանջվում, անցած սլայդում դուք տեսաք, մոտավորապես պահանջվում էր 1 ժամից, կես ժամից մի ժամ ժամանակ, որպեսզի մարդը կորցնի իր լսողությունը։ Իհարկե շատերը կարող են լինել, որ ասեն, ես տարիներով պարային ակումբ եմ գնում, բայց լսողությունս չեմ կորցրել։ Բայց ուշադիր լինենք, որ լսողությունը անմիջապես կարող է կորչել կամ էլ կարող է տևել տարիներ եւ աստիճանաբար իջնել լսողության որակը։ Մենք կտեսնենք հետագայում մեր թեմայի ժամանակ արդյոք դուք ունեք լսողության կորուստի վտանգ, սահմանային անցում կա ձեր մոտ, թե ոչ։ Մենք փորձ կկատարենք եւ դուք կիմանաք։ Ազդում է ձեր վրա պարային ակումբներում լինելը կամ տարբեր այլ վայրերում, որտեղ աղմուկը շատ է, թե ոչ։ 120 դեցիբելը, ռոք համերգների բարձրախոսի ձայնը, ամպրոպը։ Հա դու տեսնում եք, ռոք համերգի այդ դինամիկների ձայնը շատ բարձր է, 120 դեցիբել։
Եվ մարդը, որ այդտեղ գտնվում է, 120 դեցիբելը մենք տեսանք, պահանջվում էր ընդամենը 15 րոպեից է քիչ, որպեսզի նա կորցնի լսողությունը։ Այսքան վտանգավոր է նման բարձր ուժգնությամբ ձայնային համերգներում գտնվելը, հատկապես ռոք համերգներում։ Եվ հրթիռային ինքնաթիռ ատրճանակի կրակոց 130 դեցիբել։ Դա արդեն շատ չնչին ժամանակ է պահանջում, որպեսզի մարդու լսողությունը կորչի։ Եվ տեսնենք կապված ձայնային ուժգնությունը երաժշտական գործիքների հետ։ 60-ից 70 դեցիբելը դաշնամուրային հասարակ նվագ, 70 դեցիբելը ֆորտիսիմո երգողներ մոտիկ տարածության վրա, 75-ից 85 դեցիբել արդեն վտանգավոր է, կամերային երաժշտություն փոքր դահլիճում, 84-ից 103 դեցիբել ջութակ, տեսնում եք ջութակը վտանգավոր գործիք է, եւ շատ երկրներում, եվրոպական երկրներում զարգացած մարդիկ օգտագործում են սիմֆոնիկ համերգների ժամանակ եւ այն երաժիշտները, ովքեր օգտագործում են նման գործիքներ, օգտագործում են խլանիչ։ Դա դնում են ականջի մեջ եւ այն խլացնում է ձայնը եւ նրանք 103 դեցիբելանոց ձայնը արդեն լսում են 70-ի տակ եւ նրանց ականջը վտանգի տակ չէ։ Բացի այդ, սիմֆոնիկ երաժշտություն եկողները նույնպես օգտագործում են խլացուցիչ այդ սարքերը, որը Հայաստանում չենք նկատի։ Գնում ենք սիմֆոնիկ երաժշտության համերգի եւ ինչ է տեղ ունենում, ահա տեսնում եք 120-ից 137 դեցիբել սիմֆոնիկ երաժշտության գագաթնակետն է, որ վերջում համերգի ժամանակ այսպես դիրիժորը թնդացնում է եւ մենք լսում ենք 137 դեցիբել ձայն։ Դա շատ վտանգավոր է մեր լսողության համար։ Իսկ ռոք երաժշտության գագաթնակետը դուք մոտավորապես պատկերացրեք որն է դա, որ վերջում ռոքիստը ճվճվում է, գիտարահարը գիտարը խփում է գետնին, ջարդում է, նրանք գորգռում են, այդ վերջին գագաթնակետը 150 դեցիբել։ Դա պահանջելու է մի քանի վայրկյան, որպեսզի վնասի ձեր ականջի ներքին ականջի թարթիչները։ Անդրադառնալով լսողության կորուստի տեսակներին եւ ներքին ականջի թարթիչներին ասեմ ձեզ, որ լսողության կորուստը լինում է երկու տեսակի՝ սենսոր նյարդային եւ տինիտուս։ Սենսոր նյարդայինը դա այն լսողության կորուստն է, որի ժամանակ ներքին ականջի թարթիչը վերանում է եւ մարդը դառնում է անընկալունակ որոշակի հաճախականության ձայների նկատմամբ։ Իսկ տինիտուսը դա այն հիվանդությունն է, որի ժամանակ դզոց է գալիս ականջի մեջ եւ գլխի մեջ, որը կարող է հասնել մինչեւ 90 դեցիբելի եւ դա շատ ցավոտ է լինում, նաեւ բերում է հոգեբանական խնդիրներ մարդու մոտ։ Տինիտուսի ժամանակ ներքին ականջի թարթիչները որտեղ վերանում են, այլ վնասվում են։ Ահա դուք ծանոթացաք նաեւ այդ վիճակին, իսկ հիմա եկեք տեսնենք օրինակ ձեր մոտ նրանք ովքեր հիմա նայում են մեզ, կա արդյոք լսողության կորուստ, թե ոչ։ Իհարկե տինիտուսը հեշտ է տարբերակել, եթե ձեր մոտ ցավեր կան, դզոց կա, արդեն պարզ է, որ ձեր մոտ շատ լուրջ վնասված կա։ Կամ եթե լսողություն չունեք, արդեն նույնպես պարզ է, բայց դա կարող է տարբեր վիճակներով, բայց եթե դուք հասկանում եք, որ երաժշտությունից է, ապա դուք հասկանում եք, որ երաժշտությունը ունի մեծ ուժ եւ պետք է նաեւ այն մարդկանց, ովքեր ձեր շրջապատում են, զգուշացնեք, որ զգուշ լինեն բարձր ձայնի երաժշտություն լսելուց։ Հա դուք տեսնում եք ախտանիշները հետևյալն են՝ զրնգոց կամ դզոց ականջների մեջ։ Եթե նման բան կա, ապա ձեր մոտ սահմանային անցում է, այսինքն ականջի լսողության կորուստ է շուտով սկսվելու։ Երկրորդը դժվարանում է խոսքը լավ հասկանալ։ Ձեր մոտ մարդիկ խոսում են, բայց դուք դժվարանում եք խոսքը լավ ընկալել։ Ասում եք ինչ, նորից ինչ եւ պարզ է արդեն սահմանային անցում։ Ձայնի թեթևակի խլացում։ Դուք լսում եք ձայները մարդկանց խլացված մի փոքր։ Չորրորդը դժվարանում են խոսքը հասկանալ աղմկոտ վայրերում։ Փորձ առաջարկեմ ձեզ, ինչպես փորձեք ձեր ականջի լսողությունը։ Օրինակ, դուք լսում եք բարձր երաժշտություն, շատ բարձր։ Մի որոշ ժամանակ, փոքրիկ ժամանակ, որից հետո նույն բարձրության ձայն եք լսում, միայն խոսակցություն։ Այսինքն միացնում եք ռադիո եւ լսում եք խոսակցություն։ Եթե անմիջապես երաժշտությունը լսելուց հետո դուք չկարողանաք ընկալել այդ խոսքը, որ ռադիոից գալիս է, նշանակում է ձեր մոտ մի բան այն չէ։ Դուք պետք է սկսեք հոգ տանել ձեր ականջների մասին։ Հիմա անդրադառնանք ականջակալին եւ բարձրախոսին, դինամիկների, մեկ այլ լեզվով ասած։ Որպեսզի տեսնենք, որն է ավելի լավ
օգտագործել մեր կյանքում։ Ականջակալը ունի հետևյալ ավելի թերությունները, քան բարձրախոսը։ Ինչու՞մ։ Օրինակ, ականջակալի ժամանակ ձայնը բարձր հաճախականության ձայները չեն կլանվում օդի կողմից եւ անմիջապես մտնում են ձեր ականջը։ Իսկ բարձրախոսի դեպքում, որոնք դրված են մի քիչ հեռավորության վրա, մինչև գալիս են հասնում ձեր ականջ, բարձր հաճախականության ձայները կլանվում են օդի կողմից եւ ձեզ հասնում են ընդամենը ցածր կամ միջին հաճախականության ձայներ եւ այդքան էլ վնասակար չի լինում։ Իսկ ականջակալի դեպքում անմիջապես խփում են ականջի մեջ, ներքին ականջին, թարթիչներին եւ վնաս հասցնելով։ Հաջորդը ինչպիսի բան ենք մենք տեսնում, որ ականջակալը կարող է նաեւ առաջացնել, որ ձայնի որոշակի հաճախականության ձայներ մարդու մոտ դառնում են սովորական եւ մարդը ավելի բարձր է ուզում լսի, երբ որ ականջակալով է լսում, որովհետեւ ցածր արդեն սովորական է նրա մոտ դարձել եւ նա չի էլ հասկանում, որ նա արդեն բարձր ավելի ձայն է լսում եւ վնասում իր ականջը։ Սովորական, երբ որ հեռախոսը վերցնում ես եւ ականջակալով լսում ես, նույնիսկ նոր հեռախոսների մեջ արդեն նշում է. զգուշ եղեք, ձեր ականջը կարող է վնասվել։ Բայց դու լսում ես, ասում ես, ինչ է գրված։ Ես այդքան էլ բարձր չեմ արել, որովհետև դու չես հասկանում, որ դա բարձր է, որովհետև սովորել ես ցածրին։ Մյուսը, ականջակալների ակուստիկ մեկուսացումը ավելի ուժեղացնում այդ բթացման ազդեցությունը։ Այսինքն ականջակալը չի թողում ձայնը դուրս գա եւ ակուստիկ է անում ու բթացնում մարդու ուղեղը։ Եվ մյուսը, շատ վտանգավոր է ականջակալների օգտագործումը աղմկոտ վայրերում։ Սրճարան կլինի, երթուղային տաքսիների մեջ կլինի կամ տարբեր այլ վայրերում, որովհետև այնտեղի ձայները արդեն ունեն 80 դեցիբել հաճախականություն։ Եվ դու պետք է ձայնը ականջակալի անգամ բարձրացնես, որ 70-80-ից բարձր լինի, որ լսես։ Իսկ դա պետք է լինի մոտ 90-100, որ դու լավ լսես։ Իսկ դա արդեն վտանգավոր է ականջներին։ Դրա համար ականջակալով լսեք միայն այնտեղ, որտեղ անդորր է եւ աղմուկ չկա։ Եվ շատ կարևոր է չօգտագործել ականջակալ ֆիզիկական վարժությունների ժամանակ, որը համարյա բոլորը օգտագործում են։ Դուք կտեսնեք վազող մարդիկ, որոնք ականջակալները դրել են ու վազում են, բայց նրանք չգիտեն, որ դա վնաս է, որովհետեւ ֆիզիկական վարժությունների ժամանակ ականջից արյունը հոսում է վերջույթներ եւ ավելի խոցելի է սարքում ականջը եւ կարող եք լսողության կորուստ ձեռք բերել։ Հիմա անդրադառնանք այնպիսի մարդկանց ճանաչված, ովքեր կորցրել են լսողությունը երաժշտության լսելու արդյունքում եւ նրանք խորհուրդ են տալիս մեզ զգուշ լինել։ Դրանցից մեկը Լարս Ուլրիխն է, Մետալիկա խմբի երգահաններից մեկը, ով ասում է հետևյալը. Ես բարձր ռոք երաժշտություն եմ նվագել 35 տարիների ընթացքում։ Ես ոչ մի պաշտպանողական միջոցներ չեմ օգտագործել նվագելու ընթացքում։ Եթե ձեր քթի մեջ քերծված կառաջանա, ապա դա կանցնի մեկ շաբաթ հետո, բայց եթե ձեր ականջի մեջ առաջանա եւ վնասի ձեր լսողությունը, ապա դա երբեք չի վերականգնվի։ Հենց ձեր լսողությունը կորավ, ապա վերջ, կորավ եւ որևէ դեղամիջոց չկա։ Ահա սա էլ ճանաչված եւ փորձ ունեցած մարդ է, որը պարզ ասում է զգուշ եղեք։ Եվ եթե մենք անպայման ուզում ենք փորձել եւ ընկնել դրա մեջ, այդպիսի մարդու կանց անվանում են հիմար։ Իսկ իմաստուն մարդուն անվանում են, որ ուրիշի փորձից է սովորում եւ նման բան չի կրկնում։ Մյուս երաժիշտը Փիթ Թաունշենդն է The Who խմբից, գիտարահար եւ ինչ է նա ասում. լսողության կորուստը դաժան բան է, քանի որ այն չես կարող վերականգնել։ Եթե դուք օգտագործում եք iPod կամ նման ինչ-որ բան, կամ էլ ձեր երեխաներն են օգտագործում, դուք կարող եք մտածել, որ դա նորմալ է, բայց իմ ինտուիցիան ինձ ասում է, որ սարսափելի խնդրի առջև եք կանգնելու հետագայում։ Փորձված մարդ նորից խորհուրդ է տալիս, զգուշ եղեք, բարձր երաժշտություն մի լսեք։ Եվ նրանք միակը չեն, օրինակ երգահան Դանի Էլֆմանը, Ջեֆ Ռիչը Status Quo խմբից եւ Բիլ Քլինթոնն, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին նախագահը, նույնպես կորցրել են իրենց լսողությունը ինչ որ չափով երաժշտության ազդեցության տակ։ The Telegraph Լոնդոնում արված արտահայտությունը քննարկենք։ Ինչ է այնտեղ գրված եղել։ Երաժիշտները ավելի նյարդային են, քան երաժշտական գործիքների լարերը, ասում է The British Performing Arts Trust-ը։
Հաստատվել է, որ երաժիշտների մոտ 3-ից 2-ը տառապում է սրտի հաճախազարկությամբ, ձեռքի քրտնարտադրությամբ, նյարդային լարվածությամբ, դողով, ուշադրության կենտրոնացման կորուստով եւ շնչառական խնդիրներով։ Նրանք նաև անհանգիստ են, դեպրեսիոն, ունեն հոդացավեր, լսողության կորուստ եւ չենթարկող մատներ։ 5-ից 1-ը կախված է դեղամիջոցներից։ Տեսնում եք, երաժիշտները ինչպիսի խնդիրներ, բժշկական, ինչպիսի առողջական խնդիրներ կարող են ունենալ։ Ինչի՞, որովհետեւ երաժշտությունը ունի ազդեցություն։ Այն կարող է բերել վատ ազդեցություն, կարող է բերել եւ լավ ազդեցություն։ Երաժշտությունը ունի ուժ։ Ձեզ բոլորի ծանոթ Սիմբա մուլտֆիլմը կամ Առյուծ արքան, նրա մեջի երաժշտությունը soundtrack-ը գրել է Elton John-ը եւ այդ երգի անունը Can You Feel the Love Tonight եւ այն ձեռք է բերել Grammy մրցանակաբաշխության ժամանակ այդ մրցանակը 1995 թվականին աշխարհի 32 լեզուներով այն թարգմանվել է եւ ինչու է այն այդքան հայտնի, որովհետեւ բառերը չեն այդքան կարեւոր, կարեւորը այդ երաժշտությունն է, այն այնքան մեծ ուժ ունի, որ տարբեր երկրներում այն սիրում են երաժշտության համար, այլ ոչ թե բառերի համար։ Երաժշտությունը շատ մեծ ուժ ունի, այն օգտագործում են գովազդի մեջ, երբ որ գովազդ են անում մարդիկ երաժշտություն են դնում, ինչի, որպեսզի այն ազդի մարդկանց գնելու իրենց ապրանքը։ Երբ որ դուք գնում եք խանութներ, գնում եք բյուտիկներ տարբեր տեսակի, այնտեղ ինչ է հնչում։ Երգ, լավ երաժշտություն։ Ու հոգեբանները ասում են, որ խանութում հնչած երաժշտությունը ձեզ ստիպում է, որպեսզի դուք գնեք ապրանքը։ Նրանք դա գիտեն։ Դրա համար էլ երաժշտություն են օգտագործում։ Ռադիոյով դուք կարող եք լսել երաժշտություն։ Ինչու՞։ Որովհետև երաժշտությունը ձեզ դրդում է, որ դուք լսեք նրանց մնացած հաղորդումները։ Երաժշտության երկու տեսակ կա։ Առաջինը անցնում է ճակատային բլթակների միջով, առաջացնելով ազդակներ, տրամաբանական եւ բարոյական մեկնաբանությամբ։ Այսինքն դու այն հասկանում ես, այն չի շրջանցում, այն քո ճակատային բլթակով տրամաբանական մասով է անցնում եւ դու հասկանում ես այդ երաժշտությունը, վատն է, լավն է, դու ես ընտրում։ Իսկ երկրորդ տեսակը շրջանցում է ճակատային բլթերը, առաջացնելով շատ մեծ զգացմունքային ազդակներ, տրամաբանական եւ բարոյական մեկնաբանության բացակայությամբ։ Այս դեպքում դու երաժշտությունը լսում ես, այն անմիջապես անջատում է քո ուղեղը, շրջանցում է ճակատային բլթակը տրամաբանական կողմը, դու չես ընտրում, լավն է, վատն է, դու չես հասկանում, այլ զգացմունքով կամ կտառապես այդ երաժշտության տակ, կամ էլ կուրախանաս։ Աստվածաշնչում կա այդպիսի օրինակ լավ երաժշտության, երբ որ Սավուխ թագավորը տառապում էր չար հոգով, երբ որ այն հոգեբանական խնդիրներ ուներ Սավուխ թագավորը, նա խնդրեց բժիշկներին, որ օգնեն։ Բժիշկները նրա ասացին, որ գտիր մի մարդ, ով լավ երաժշտություն կնվագի եւ դու կբուժվես։ Եվ առաջի թագավորաց 16:16-ում կարդում ենք. Մեր Տերն իր առաջին եղող ծառաների տասի, որ մի լավ քնարահար որոնեն, որ երբ որ Աստծո կողմից այն չար ոգին քեզ վրա գա, նա իր ձեռքով քնարնացի եւ դու լավանաս։ Եվ հաջորդ համարում մենք տեսնում ենք, որ մեծ ազդեցություն է ունենում այդ երաժշտությունը։ Եվ երբ որ Աստծուց այն ոգին գալիս էր Սավուղի վրա, Դավիթը առնում էր քնարը եւ իր ձեռքով ածում եւ Սավուղը հանգստանում եւ լավանում էր, եւ չար հոգին նրա վրայից գնում էր։ Առաջի թագավորաց 16:23։ Ահա մենք տեսնում ենք, որ երաժշտությունը կարող է շատ լավ ազդել մարդու վրա, ինչպես եւ Աստվածաշունչն է փաստում։ Օրինակ նյարդաբան Օլիվեր Սաքսը իր բուժումների ժամանակ շիզոֆրենիկ եւ նմանատիպ բարդ հոգեբանական խնդիրներ ունեցող մարդուն բուժելիս նա հետեւյալ արտահայտությունն է արել։ Մինչև այժմ նրա ճգնաժամային պահերի լավագույն բուժումը երաժշտությունն է, որի արդյունքում գերբնական է։ Մի րոպեի ընթացքում նրան կարող ես տեսնել անկանոն եւ անկառավարելի շարժումներով, կծկված, տգեղ միմիկաներով, բայց երբ լսում է երաժշտության ձայնը, ապա այդ ամեն պորտկուն շարժումներին փոխարինում է հանգստություն ու նուրբ շարժումներ։ Ահա, այդպիսի հոգեբանական ծանր վիճակում գտնվող մարդկանց կարող են երաժշտությամբ բուժել։ Դասական երաժշտության թերապիա կա։ Օրինակ, մի փորձ են կատարել 23-ից 45 տարեկան 14 մարդ են վերցրել, տարբեր սեռի, տարբեր ճաշակի եւ 13 շաբաթների ընթացքում նրանց վրա կատարել են փորձ։ Ինչպիսի փորձ է դա։ Դնում են հատուկ ընտրված երաժշտություն, օրինակ Ռեսպիխի, Ռավելի, Բախի եւ Բրամսի դասական երաժշտություններ եւ
ինչ են անում։ Ասում են, երաժշտությունը լսելիս դուք պետք է ուղեղը արթուն պահեք։ Սկսեք տրամաբանել, սկսեք ինչ-որ պատկերներ, հատկապես ձեր կյանքից հուզող ինչ-որ պահեր հիշեք, պատմեք թերապիստին, այդ հոգեբանին, բուժողին, եւ ինչ է տեղ ունենում։ 12 շաբաթից հետո նրանք նկատում են, որ մարդկանց մոտ տրամաբանությունը զարգանում է, մարդկանց մոտ տրամադրությունը բարձրանում է, ճնշվածությունը հեռանում է։ Նրանց մոտ երբ որ սթրեսի ժամանակ կորտիզոլ է շատ արտադրվում, այժմ չի նկատվում։ Այսինքն դասական երաժշտությունը կարողանում է փոխել նրանց հոգեկան վիճակը, նաև բերել ֆիզիկական առողջություն։ Եվ ինչ ենք մենք նկատում, որ դասական երաժշտությունն է բերում միայն փոփոխություն։ Եվ 23-ից 40 տարեկան մարդիկ ոչ հաճախ են ընտրում դասական երաժշտություն։ Նրանք հաճախ ավելի ծանր, բարդ երաժշտություններ են լսում, ավելի բարձր ձայնային, բայց միայն դասականն է բերում այդպիսի օգուտ մարդուն։ Եվ իմ խորհուրդն է ձեզ, 2 շաբաթը գոնե 1 ժամ լսեք դասական երաժշտություն, այն կբերի ձեզ խաղաղություն եւ կբուժի շատ հոգեբանական հիվանդություններ։ Երաժշտությունը լինում է ոչ միայն օգտակար, ինչպես մենք տեսանք, կա եւ շրջանցող երաժշտություն, որը ազդում է մարդու վրա բացասական։ Ահա բացասական այդ ազդեցությունը հասկանալու համար նյարդակենսաբան եւ ֆիզիկոս Շրեքենբերգը եւ Բրդը, երկու տարբեր մարդիկ, միաբանվեցին, որպեսզի փորձեն, արդյոք ռոք երաժշտությունը վատ է ազդում մարդու վրա։ Նրանք փորձ են կատարում, վերցնում են մկներ 8 շաբաթի ընթացքում, նրանց բաժանում են 3 մասի։ Մի մասը լսում է հաստատուն ռոքի թմբուկների հարվածային այդ զարկերը, մի մասը լսում է դասական երաժշտություն, երկրորդ մասը, իսկ երրորդ խումբը լսում է ոչ մի բան այն չի լսում։ Այսինքն 3 խումբ, մեկը ռոք, երկրորդը դասական, երրորդը ոչ մի բան չի լսում։ Եվ նրանք կատարում են այդ փորձը 8 շաբաթների ընթացքում։ Եվ ինչն էր փորձի ընթացքը։ Պետք է մկներին դնում էին լաբիրինթոսի սկիզբը, վերջում դնում էին պանիր եւ մկները պետք է հասնեին պանիրին եւ ուտեին ամենակարճ ճանապարհով։ Եվ ինչ է նկատվում 8 շաբաթների ընթացքում։ Առաջի խումբը վատ արդյունքներ է ցուցաբերում։ Սկզբում էլի զորով հասնում է, բայց վերջում, որ ռոք հարվածային այդ գործիքներն է լսում, չի հասնում այլևս վերջնակետին, որովհետև խճճվում է։ Որովհետև հիմա մենք տեսնենք ինչ է տեղ ունենում։ Իսկ երկրորդ եւ երրորդ խումբը մինչև վերջի 8 շաբաթներն էլ շատ կարճ ճանապարհով կարողանում են հասնել պանիրին։ Եվ արդյունքում հետեւյալն էր. Շրեքենբերգը եւ Բրդը ասում են, որpիսի պարզեն, թե ինչու այդ մկները վատ արդյունքներ ցուցաբերեցին, նրանք սկսեցին ուսումնասիրել ուղեղի հիպոկապամուսը, որը տեղադրված է ուղեղի խորքում եւ ազդում է զգացմունքների, հիշողության եւ կրթության վրա։ Շրեքենբերգը եւ Բրդը հայտնաբերեցին նյարդային բջիջների աննորմալ ճյուղավորման տեսանելի փաստեր, ինչպես նաեւ հայտնաբերեցին խանգարումներ ՌՆԹ-ում, որը շատ էական է հիշողության համար։ Այս ուսումնասիրությունը հայտնաբերեց նաեւ, որ ռոք երաժշտությունը առաջացնում է ճակատային բլթակի կրճատում։ Պատկերացրեք նման ուսումնասիրություն կատարեին մարդկանց վրա։ Նույն բանը կլիներ։ Մարդիկ նման երաժշտության ազդեցության տակ դառնում են ավելի շատ հիմարանում են, նրանց մոտ ճակատային բլթակը կրճատվում է։ Ուղեղի մեջ առաջանում են նյարդային տարբեր տեսակի աննորմալ հյուսվածքներ։ Սա փաստ է, սա ֆիզիկական փաստ է, ոչ թե օդում ինչ որ բաներ ենք մենք ասում։ Նման երաժշտություն պետք չէ լսել այն երեխաներին դպրոցում ցածր գնահատականներ են ստանալու, եթե նման երաժշտություն լսեն, մեծանալու են, դառնալ անգրագետ։ Ռոքնռոլից զրուցենք։ Վերջապես գալիս ենք երաժշտության ժանրերին, որն է, որ վատ երաժշտություն է, որ ազդում է նման ձևով։ Ռոքնռոլ այն պոպուլյար երաժշտության ժանրերից է, որը առաջացել է եւ զարգացել է ԱՄՆ-ում 1940-ից 1950 թվականներին եւ իր մեջ համախմբում է աֆրոամերիկյան բլյուզ, քաունթրի, ջազ եւ գոսպել երաժշտությունները։ Ահա ռոք and roll երաժշտությունը որտեղ առաջացել եւ ինչպիսի ժանրեր է իր մեջ ընդգրկում։ Հաջորդ պատկերի մեջ դուք հիմա տեսնում եք սանդղակ, մի աղյուսակ,
որտեղ ես բերել եմ համեմատություն։ Rock and roll-ը հիմնականում կա բոլոր երաժշտությունների մեջ։ Բոլոր երաժշտության հիմքն է հիմնականում հանդիսանում։ Եվ այն մարդիկ, ովքեր ասում են, դե ես rock and roll չեմ լսում, ես լսում եմ rock, pop, կամ jazz, country, դուք հիմա կտեսնեք, որ համարյա բոլորի հիմքում rock and roll-ն է ընկնում։ Եվ եթե մենք տեսնենք rock and roll-ը ինչ ունի, մենք կհասկանանք նաև, թե ինչ ունեն իրենց մեջ պարփակված մնացած այլ ժանրերը։ Ահա դուք տեսնում եք rock երաժշտությունը։ Ինչ է գրված այնտեղ, ոճային ծագումը, rock and roll եւ տարբեր այլ բաներ։ Pop երաժշտությունը, ոճային ծագումը, դու նույնպես տեսնում եք էլի rock and roll, jazz, folk եւ այլ բաներ։ Տեսնում եք ոճային ծագումը նույնն է։ Մշակութային ծագումը համարյա նույնն է եւ տիպիկ գործիքները համարյա էլի նույնն են, որոշակի տարբեր բաներով։ Rock ուղակի 4 չափի վրա է հիմնված զարկերը, акցենտը։ Ահա մենք տեսանք, որ rock and roll-ը կազմում է համարյա բոլոր երաժշտական ժանրերի հիմքը։ Իսկ rock and roll-ը իր ռիթմային ոճը բխում է Աֆրիկայի վուդուի ծիսական պարերի զարկերից։ Տեսնում եք, rock and roll-ի զարկերը Աֆրիկային վուդուի ծիսական պարերի զարկերից է։ Իսկ վուդուն ինչ է, որպեսզի պատկերացում կազմենք։ Վուդուն հանդիսանում է Աֆրիկայում հանդիպող ամենալայն տարածված երկրպագության տեսակներից մեկը, որի էությունը կայանում է ավանդական ծիսական պարերի միջոցով նախնիների հոգիների կանչելու մեջ։ Այս արարողությունների ժամանակ օգտագործում են տարբեր տեսակի թմրադեղային բույսեր, որպեսզի իրենց միտքը ավելի բարձր գիտակցության մակարդակի վրա բարձրացնեն։ Վուդուի երկրպագությունը ներառում է վուդուի անեծքներ, որոնք անում են անհատների նկատմամբ, որպեսզի նրանց դևերի ղեկավարության տակ մտցնեն նրանց խոշտանգելու եւ պատժելու համար։ Շարունակենք վուդուի մասին։ Վուդուն սատանիզմ է եւ դիվային երկրպագություն բառի ամենաբուն իմաստով։ Վուդուի արարողությունը ներառում է կենդանիների զոհաբերություն, որի ժամանակ խմում են դրանց արյունը, տրվում են դևերի ղեկավարության տակ, դիվահարվում են եւ սեռական օրգանների են կազմակերպում։ Վուդուի ծիսակատարության հենց սրտում աֆրիկյան թմբուկների զարկերն են։ Հենց այս ոճի զարկն է իր կոնտր ռիթմերով եւ հիպնոտիկ հետևանքներով, որ երկրպագողների գիտակցությունը գցում է դևերի ազդեցության տակ։ Եվ կարևորներից մեկը նաև ուշադրություն դարձրեք, վուդուի հետևորդները փորձում են իրենց մեջ արտնասնեն ցածր աստվածներ, թռչկոտելով եւ անկանոն շարժումներ անելով պարի միջոցով, որի ժամանակ թմբուկը ժայթքում է բարդ ռիթմեր։ Երբ որ կոնկրետ ռիթմ հայտնաբերվում է որևէ ցածր աստծո կողմից, ապա պարողը ընդունում է այդ ռիթմը եւ Աստվածը մտնում է նրա հոգու մեջ։ Նրա ֆիզիկական եւ մտավոր ունակությունները անմիջապես բարձրանում են, նա դառնում է ինքը Աստված։ Շատ հաճախ կենդանիներ են զոհաբերվում, որպեսզի հաճոյանան հոգիներին, կրոնը զուտ Դիոնիսոսյան է եւ պարողները հաճախ ավարտում են խմբային սեքսով։ Ծանոթացանք վուդուին, շատ կարճ, կոնկրետ եւ տեսանք, որ rock and roll-ը, ինչպես գրված էր, վուդուի ծագում ունի, այդ զարկերը նրա մեջ է եւ տեսանք նաեւ, որ վուդուն ինչ է, սատանիզմ, կախարդություն եւ մարդիկ, ովքեր այդպիսի ծիսակատարություններ են վարում, անպայման օրգաններ են կազմակերպում, սեռական այլասերվածություն, խմում են տարբեր կենդանիների արյուններ, զոհաբերություններ են կատարում եւ դևերով են լցվում։ Ինչ է կարծում, rock and roll լսող մարդիկ կլցվեն դևերով թե ոչ, որովհետեւ նա նույնպես վուդուի ծիսական զարկերը մեջը պարունակում։ Հաջորդ թեմայի ժամանակ մենք կտեսնենք, թե rock and roll լսողները, rock and roll-ով երգ կատարողները ինչպիսի ոգով են շարժվում։ Հիմա լսենք վուդուի զարկեր ժամանակակից եւ տեսնենք վուդուի զարկերի տակ ինչպես են մարդիկ իրենց պահում։ Տեսնենք տեսանյութը։
տեսնում եք, թե մարդիկ ինչպես են նրա տակ իրենց պահում, նույնիսկ այն մի աղջիկը արդեն ընկել էր տրանսային վիճակի մեջ։ Եվ նույնը կատարվում է նաև ռոք-ն-ռոլ լսողների մոտ։ Միգուցե այնտեղ վուդուի զարկերը ավելի քիչ են, միգուցե այն նման լինի մարիխուանայի, այլ ոչ թե կոկաինի համեմատած թմրադեղերի հետ, ովքեր որ լսում են կոնկրետ վուդուի զարկեր։ Եվ մյուս տեսանյութը դա արդեն աֆրիկյան թմբուկներն են։ Հին աֆրիկյան թմբուկները, լսեք այդ ձայները եւ փոքրիկ տեսանյութ։ Ահա դուք լսեցիք նաև աֆրիկյան թմբուկները, իսկ այժմ եկեք մի փոքր փորձ անենք։ Ես ձեզ հիմա ցույց կտամ մի տեսահոլովակ, որտեղ երաժշտությունը ներկայիս 21-րդ դարի մարդկանց ականջներին հաճելի երաժշտություն է, բայց այդ երաժշտությունը վուդուի զարկեր են, պարզապես ռեմիքս արած եւ սարքած նորաոճ։ Այսինքն մարդը դա լսելով նույնպես ընկնում է վուդուի զարկեր լսող մարդկանց իրավիճակը, դիվահարվում է։ Լսենք այդ երգը, խնդրեմ։ Իսկ այժմ նայենք մի տեսանյութ եւ լսենք արդեն աֆրիկյան թմբուկները նորաոճ սարքած մի կատարում եւ տեսնենք տարբերությունը ինչում է։ Տարբերությունը միայն նրանում է, որ դրանք մի փոքր արդեն հաճելի են 21-րդ դարի մարդկանց համար, բայց աֆրիկյան թմբուկներ են էլի եւ գցում են ազդեցության տակ, դիվային ազդեցության տակ։ Լսենք։ Իսկ հիմա արդեն լսենք մի երաժշտություն, որը ամեն դիսկո ակումբներում կամ պարասրահներում եւ լսելուց հետո մի փոքր մեկնաբանություն կանենք։ Հատուկ տեսնում եք այդ պարասրահային երգը, դա ոչ մի բանով չի տարբերում, պարզապես այնտեղ ավելացրել են մի փոքր սինթեզ, ավելացրել են տարբեր փոքրիկ մեղեդիներ, ելևէջներ, բայց հիմքը, զարկը վուդուական աֆրիկյան թմբուկների զարկեր են, որը նույնպես գցում է մարդուն ազդեցության տակ։ Նայենք այս տեսանյութը պարասրահային եւ դուք ոչ մի տարբերություն չեք տեսնի ծիսակատարական կախարդային այդ վուդուային կռապաշտական այդ արարողությունների մեջ պարող մարդկանցից տարբերություն չեք տեսնի։ Նայենք պարասրահային այս տեսանյութը։ Ինչ տեսանք մենք։ 21-րդ դարում նորից այդ հեթանոսական պաշտամունքը, պարասրահներում ոչ մի տարբերություն չկա։
նայեք այդ մարդկանց եւ դուք կտեսնեք, որ նրանք նույն ձև են իրենց պահում, ինչ որ պահում են այն մարդիկ վուդուի զարկերի տակ, այդ կախարդների մոտ։ Չկա տարբերություն։ Պարզապես սա մի փոքր ժամանակակից է դարձված։ Եվ մենք պետք է զգույշ լինենք։ Ոչ մի քրիստոնյա, ոչ մի Աստծուն հավատացող մարդ նման վայրում չի գտնվի եւ նման երաժշտություն չի լսի, որտեղ սատանայական այդ զարկերն են պարունակվում։ Ամենաշատը, որ հիշեցնում է վուդուի այդ արողական պարերը, ռեպն է։ Ռեպի մեջ, երբ որ այդ հաստատուն ձայներ են կրկնվում անընդհատ եւ մոնոտոն, այն նույնպես գցում է մարդուն տրանսային վիճակի մեջ։ Երբ որ վուդուի այդ զարկերը մենք ռեմիքսի վերածենք, ապա նույնպես կստանանք ինչ-որ ռեպային ոճ։ Մի փոքր անդրադառնանք սինկոպային երաժշտությանը։ Ինչ է սինկոպան։ Ըստ Վիկիպեդիայի, սինկոպան դա այն ռիթմն է, երբ լարված վիճակ ես առաջացնում հանգիստ վիճակում գտնվող զարկի վրա, կամ էլ հանգիստ լարված վիճակում գտնվողին։ Եթե շեշտադրությունը դրվում է չափի ոչ լարված մասի վրա, ապա այդ ռիթմը ընդունված է համարել սինկոպային։ Ավելի պարզ ասած, սինկոպային կանոնավոր ընթացող ռիթմի խանգարումն է արհեստական լարվածություն շեշտադրել այնտեղ, որտեղ բնական կերպով երբեք տեղի չէր ունենա։ Սինկոպային ռիթմերը օգտագործվում են շատ տեսակի երաժշտությունների մեջ, որոնք հիմնականում աֆրիկյան ծագման են, ինչպիսիք են ջազը, ռեգթայմը, ջամփը, բլյուզը, ֆանքը եւ տարբեր երաժշտական ոճեր, որոնք դուք տեսնում եք ձեր էկրանին։ Այսինքն սինկոպային այդ ոճը օգտագործվում են այն երաժշտություններում, որտեղ աֆրիկյան պարերը, աֆրիկյան այդ թմբուկային շարժ ստեղծող երաժշտությունները ավելի շատ կան։ Այսինքն այդ երաժշտական ոճերի մեջ կարող եք տեսնել։ Բայց սինկոպային ոճը ինչով է վնասակար։ Ահա տեսեք, ռոքնռոլի զարկը ունի սինկոպային ռիթմ, որը շեշտը դնում է 4 եւ 4 չափի վրա առանց զարկ։ Դրա արդյունքի գաղտնիքը կայանում է անընդհատ կրկնման մեջ, որը ինչպես ցույց են տվել ուսումնասիրությունները, նման մթնոլորտում երկար ժամանակ գտնվողը մարդու վրա ազդում է հիպնոտիկ ձևով։ Եթե գիշերային ակումբում պարողներին որոշ ժամանակ ուշադրություն դարձնենք, ապա դուք կտեսնեք վուդու ռիթմի ազդեցությունը մարդկային օրգանիզմի վրա։ Ինչ է ստացվում, որ սինկոպային այդ ձևը երաժշտության մեջ մարդուն գցում է հիպնոտիկ ազդեցության տակ։ Ահա լսենք մի երաժշտություն, որը զուտ սինկոպային է, այն ռեգ ոճի մեջ է, որ լսեք դուք իմանաք, որ շատ հաճելի երաժշտություն է, բայց այն թողնում է իր վատ ազդեցությունը ձեր վրա։ Լսենք։ Մյուս տեսանյութում հիմա կտեսնեք, որ մեկ երաժիշտ բացատրում է, թե ինչպես է տեղի ունենում սինկոպային այդ փոփոխությունը մի օպերային երաժշտության վրա։ Եվ դուք կտեսնեք նրա կատարումը, թե ինչպես է լավ երաժշտությունը փոխակերպվում սինկոպային երաժշտության, որը վատ է անդրադառնում մարդու վրա։ Եվ դուք լսելով լավը տեսակը դուք տեսնեք այն բարի տրամադրությունը փոխանցում ձեզ։ Երբ որ լսեք արդեն փոփոխված վերջին այդ տեսակը, դուք կզգաք, որ ձեր մոտ ահասարսուր առաջացնում մի տեսակ վատ տրամադրություն։ Տեսնենք տեսանյութը։ While Philip Glass starts off his Akhenaten prelude with the same grouping of 4 as Handel, pretty soon he starts to change where the accent falls. So it turns into this. Later still to this. And finally, this.
Իսկ այժմ տեսնենք թմբուկային այդ հարվածային գործիքը, որտեղ այս երաժիշտը ցույց է տալիս սինկոպային ոճը եւ ոչ սինկոպային ոճը։ Տեսնենք տեսանյութը եւ ձեր մոտ պարզ կդառնա, թե ինչպես է հարվածային գործիքը դառնում սինկոպային։ Նայենք։ This isn't syncopated, but this is syncopated. Մենք տեսանք այդ հարվածային գործիքի սինկոպային ոճն էլ, որը համարյա բոլոր նմանատիպ երաժշտությունների մեջ կա, ոճի, որի մասին մենք բազմիցս խոսեցինք, որը ռոք ն ռոլի հիմք ունի եւ այժմյան երաժշտության համարյա մեծամասնության մեջ դա օգտագործվում է։ Եվ մենք պետք է շատ ուշադիր լինենք։ Այսօր մենք հասկացանք երաժշտության ուժը։ Այսօր մենք հասկացանք, թե ինչպես է չարը սատանան փորձում երաժշտության միջոցով փոխանցել վատ ազդեցություն մարդկանց վրա։ Մյուս թեմայում մենք արդեն կտեսնենք, թե ինչպիսի մարդկանց է նա օգտագործել, որպեսզի հասնի այդ նպատակներին։ Խլի Աստծուց իր հետևորդներին։ Աստվածաշունչը մեզ ասում է. «Սա գիտացիր, որ հետին օրերում չար ժամանակներ կգան, որովհետև մարդիկ կլինեն ինքնասեր, արծաթասեր, ամբարտավան, հպարտ, հայհոյիչ, ծնողներին անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուշկալ, գոռոզ, հանդուկն, դաժան, անբարեսեր, մատնիչ, ավելի ցանկասեր, քան թե աստվածասեր, որ աստվածապաշտության կերպարանք ունեն, բայց նրա զորությունը ուրացած են, նրանցից էլ հետ քաշվիր»։ Երկրորդ Տիմոթեոս 3:1-5 համար։ Ահա, սիրելի քրիստոնյա բարեկամ, ահա դու տեսնում ես, թե ինչ է կատարվում երաժշտական այս աշխարհում։ Այն պարասրահները, այն ծանր այն երաժշտությունները, այն ռեյվերը, տարբեր ոճի պարասրահները, որտեղ սատանան գրավում է շատ երիտասարդների։ Նա նրանց գրավում է այնտեղ, որպեսզի ոչնչացնի, որպեսզի նրանց առողջությունը փչացնի, որպեսզի նրանց հոգեբանական վիճակը վատթարացնի, որպեսզի նրանց մոտ այն մնացած փոքրիկ բարոյական վիճակն էլ վերացնի, այն մնացած փոքրիկ քրիստոնեությունն էլ վերացնի եւ զրկի Աստծուց։ Մենք պետք է շատ ուշադիր լինենք, ինչպիսի երաժշտություն ենք մենք լսում։ Մենք պետք է շատ ուշադիր լինենք, ինչպիսի բարձրության, ինչպիսի հաճախականության ենք այն լսում։ Եղեք ուշադիր եւ նաեւ խորհուրդ տվեք ձեր բարեկամներին, ովքեր դեռ չեն տեսել այս սեմինարների շարքը։ Աստված թող առաջնորդի ձեզ։ Ստեսություն։